Վաղարշաբաթի ընտրությունների հետ կապված երախտիկս նախ ուզում եմ նաև ընդգծված հայտնել լրագրողական համայնքի ներկայացուցիչ Լիա Սարգսյանին, ով փութաջան աշխատանք է իրականացնում անընդհատ լուսաբանելով խախտումները, եւ մենք դրանք եւս արձանագրում ենք առանձին փաթեթային կերպով իրավական վերլուծություններով ներկայացնելու ենք այդ խախտումները, արդեն կան արձանագրված վարչական իրավախախտումներ, նաև քրեական օրենսգրքի տրամաբանությամբ հանցակազմի ենթադրող արարքներ, օրինակ հենց մեր ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը ասում է, որ ընտրությունների նշանակման օրվանից ի վեր վարչական ռեսուրսի շահարկումը կամ նվիրատվությունը, բարեգործությունը, որը որոշակիորեն կարող է առնչվել ընտրությունների մասնակիցների հետ, համարվում է քրեորեն պատժելի արարք։ Ունեցել ենք արդեն դեպք, երբ բարեգործության անվան ներքո հավաք է տեղի ունեցել Վաղարշաբաթի համայնքի գյուղերից մեկում եւ հրապարակայնորեն երեխաներից մեկին բավականին խոշոր գումար է հանձնվել։ Այստեղ կարծում եմ, որ լրագրողի հրապարակումը ու տեսանյութը պետք է իրավապահների համար հանցագործության հաղորդման հիմք հանդիսանային եւ մենք հետեւողական կլինենք արդյոք այդ գործընթացին ընթացք տրվել է իրավապահների կողմից։ Վարչական ռեսուրսների չարաշահում է տեղի ունեցել, կա էլի արձանագրված տեսանյութ, որ հավաքներից մեկում քաղաքացիներից մեկը նշում է, որ ինքը գյուղապետարանի աշխատակից է եւ իրեն հորդորել են մասնակցելու կոնկրետ թեկնածուի համար հրավիրված հավաքին։ Ունենք արձանագրված իրավիճակ, երբ քաղաքապետարանի աշխատակիցները կոնկրետ թեկնածուի, պարզ է, որ թեկնածուի համար պաստառ են փակցնում, սա եւս կոպիտ խախտում է, որովհետեւ ակնհայտ կերպով վարչական ռեսուրս են շահարկում։ Մի խոսքով կրկին կոռելացիա համադրությունը, որ Գյումրու հետ էլ տանենք, ընտրախախտումների հետ կապված նաև այսպիսի իրավիճակ կա, որ ես մի շարք ընտրախախտումներ չեմ բարձրաձայնել, որովհետև չենք ունեցել փաստական հանգամանքներ, այսինքն համատարած մի քանի աղբյուրից քաղաքացիները թե ինձ, թե մեր դիտորդական առաքելության այլ ներկայացուցիչներին, օրինակ Գյումրու դեպքերով կհիշեք հայտնի շրջանառվում էր տեղեկատվություն, որ կաշառքը է բաժանվում, բայց կաշառքը բաժանվում է շահումով խաղերով, application-ների, հատուկ հավելվածների միջոցով։ Օրինակ այդ տեղեկատվությունը ստանալով ես չեմ հրապարակել, որովհետև այդպես էլ փաստական հանգամանք ինձ չներկայացրեցին եւ չունենք հանցագործության հաղորդման համար անհրաժեշտ քանակի հիմքեր, բայց իմ գործընկերը գիտակից հասարակության կենտրոնը գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել, խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն Գյումրու ընտրությունների ժամանակ այդ 20 օրվա միջակայքում արդյոք Գյումրու տարածքում եղել է որևէ կոնկրետ ընկերության շահումով խաղերի, նոր հավելվածների գրանցումներ, նոր օգտատերերի եւ արդյոք եղել է համաչափություն այդ ջեքփոթերի կամ այլ ձևաչափով նույնականակ գումարի իրենց տրամադրման։ Հիմա մինչ օրս արդեն ամիսներ են անցել, այդ հարցմանը պատասխան չի ներկայացվել իրավապահ մարմինների կողմից, հարցումը ուղարկվում է տարբեր մարմինների, իրավապահների շրջանակներում, սա այլ արատավոր պրակտիկա է, որը առավել ընդգծվել է վերջին տարիներին, ունենալով պետական մարմինները պարտավորվածություն թե տեղեկատվության ազատության մասին օրենքով, թե մեր Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորվածություններով կոնկրետ ժամկետներում պատասխանելու հարցումներին, թե լրատվամիջոցների, թե հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների շատ հաճախ առանց անգամ արձագանքման ձեռնպահ են մնում այդ պաշտոնական հարցումներին պատասխան ներկայացնելուց։ Հիմա նույնաբնույթ իրավիճակ ունենք եւ սա շատ մտահոգիչ է, որովհետեւ այդ պատասխանով պետք է կանխորոշվեր նաեւ հետագայում, օրինակ Վաղարշաբաթ համայնքում օրինակ եղել է այդպիսի արատավոր պրակտիկա եւ եթե հաստատող հանգամանքներ են ի հայտ գալու, արդյոք իրավապահ մարմինները իրականացնելու են անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններ, որպեսզի Վաղարշաբաթ համայնքի ընտրություններին նույնաբնույթ արատավոր պրակտիկան չկրկնվի։